Ասում են արգելված պտուղը քաղցր է։ Հա։ Արգելված պտուղ ասելու անհասանելի պտուղը քաղցր է, չէ՞։ Իսկ եթե այդ պտուղը հասանելի է լինում, նորից է քաղցր լինում։ Հա։ Հիմա ինչ անենք, այդ արգելված պտուղը ճաշակենք, թե մեզ համար մնա արգելված պտուղ չճաշակենք, ցկտենք չպահենք։ Հիմա ես իմաստով զուգահեռ անցկացնեմ։ 50 կամ 60 տարի առաջ այս տեխնիկայի զարգացումի դեռևս երբ չէր եղել, սովորական հասարակ հեռուստացույցներ էին, հա, երբ որ այսքան պղծություն չարիք չկար աշխարհում, մեղքը դեռևս դրախտից վտարումից հետո արգելված պտուղ էր, հա, Ադամի համար էլ դրախտ արգելված պտուղ էր, միշտ քաղցր էր թվում, հա, մեղքը ճաշակելուց հետո նոր դառնացավ պտուղ։ Այսօրվա աշխարհում այդ արգելված պտուղը ժամանակին անհասաների, հիմա հասանելի ամեն իմաստով։ Արգելված պտուղը ճաշակելուց հետո շատ վտանգավոր է, որտեղ երբ որ ճաշակում ես, դու դժոխք ես ապրում, դժոխքից պետք է դուրս գաս։ Բայց երբ որ արգելված պտուղը քեզ համար քաղցր մնալով դու դառնացնում ես առանց ճաշակելու, հա։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, մեղքը երկու երես ունի, մեկը դառնա, մեկը քաղցր է։ Արտաքին երեսը քաղցր է, բուն տակը, որ թաքնված է, դառնա։ Էլ արգելված պտուղն երեսից քաղցր է, տակից դառնա։ Դու ի՞նչն ես, քաղցրն ես միշտ տեսնում, դառը չես տեսնում։ Որտեղ թաքնված է, տակն է։ Բայց հենց որ դու ճաշակում ես, միանգամից զզվում ես, դառնությունը գալիս է քո բերանին, քո էության, մտքին, հոգուն սկսում ես դառնանալ։ Ինչպես Առաքել Սյունեցին ասում է, երբ որ ճաշակեցին պտուղը, միանգամից դժոխքը ապրեցին, դժոխքի տանջանքները տեսան։ Ճաշակեցին դժոխքը Ադամի Եվան, արգելված պտուղը, երբ որ քաղցր։ Հիմա մենք ինչ անենք։ Ճաշակենք այդ արգելված պտուղը, դառնանանք, հետո տանջվենք, թե դառնությունը թույն որն ինչից մեր ոնց անենք, ավելի լավ չի անընդհատ թեքենք այդ դրամի երեսը։ Մեզ չարը քաղցրն է տալիս, մենք պտտենք դառը ցույց տանք։ Հիմա տեսեք, Աստծո ստեղծած է ինչքան գեղեցիկ է եւ ինչքան պարզ է։ Եվ մարդու ստեղծած է ինչքան պաճուճված է, թաքնված է, քողարկված է։ Պարզ հասարակ սնունդի մասին է խոսքը, չէ՞։ Մարդիկ անպետք սնունդը գովազդ են անում, գունավորում են, ներկում են, գովազդ են անում, բայց Աստված ոչ մի գովազդ չի անում։ Տեսել եք Աստված իր արարչության մեջ գովազդ ունի, գովազդ չկա Աստծո արարչության մեջ, որտեղ լավ ապրանքը գովազդի կարիք չունեն, վատ ապրանքն են գովազդ անում։ Հիմա չարն էլ այդպես մեղք անընդհատ գովազդ անում, հա, որպես մենք գայթակղվենք ուտենք, ճաշակենք արգելված պտուղը, բայց մենք միշտ պատռենք այդ գովազդը, հա։ Այն մի հատ պատմություն կա, չէ՞։ Մի հատ մարդ մահանա գնում է դրախտ, տեսնում է մարդիկ սաղմոսները վերցրած, այգի է, քայլում են, ասում է ի՞նչ տխուր տեղ է այստեղ։ Ասում է ուշ տեղ չկա, տեսնում է ուշ տեղ էլ կա։ Ցույց է տալիս մի հատ ձայն, երաժշտություն, դիսկոտեկա է, պարում են, ձայն է, երաժշտություն։ Ասում ես որտեղ ասում, ուզում ես ասում, հա։ Լավ։ Վերջնական է որոշում տա է ասում։ Դռները բացում է, մեկ էլ դև առնում է, դեռ ասում է, դա ռեկլամներ, թե հիմա արի կացայի մեջ վառվի։ Հիմա ճիշտ այդպես էլ այս աշխարհը միայն գովազդն է, արգելված պտուղն է, որ դրսից քաղցր է, բայց ներսից դառն է։ Մենք հերիք է դա այդ արգելված պտուղն ուտենք դառնանանք։ Մի քիչ էլ պտտենք էլի, մի քիչ էլ ուտելուց հետո չդառնացնենք, ուտելուց առաջ դառնացնենք։ Մտքի սրտի մեջ դառնացնենք։ Հա։ Թող մեզ համար արգելված պտուղը քաղցր չլինի, միշտ դառը թող լինի։ Հենց քաղցրը տալիս ասում ենք, չէ, արք ես, դու դառն ես, դու քաղցր չես, գնա, բայց կենաց պտուղը միշտ էլ քաղցր է, երբեք դառը չի, չէ, թե ունակ
Սուրբ հաղորդությունը դուք տեսել եք ինչ քաղցր է, ինչ համով է։ Որևէ հաց դուք չեք կարող համեմատել Սուրբ հաղորդության քաղցրության հետ։ Մեզ վերջերս իսկական ալուր ենք ճարել, այսինքն բնական ցորենը ոնց որ աղում են ամբողջական, ու դրանից նշխար պատրաստեցինք, իսկական հացի համ։ Ես որ ճաշակեցի, հիշեցի, պատկերացրեցի, թե Քրիստոս այսպես անթթ խոմոր համով, հացով, բաղարջ հացով, ամբողջական ցորենի աղացած ալյուրով Սուրբ հաղորդությունը հաստատել։ Այդ համը լրիվ առա, ոնց որ Քրիստոսի պատարագն էր։ Ասեցի, ինչ քաղցր է, Տիրոջ մարմին մայր։ Մենք պատարագին ինչ ենք ասում, ճաշակեցինք, որ տեսանք քաղցր է Տերը։ Բայց ինձ ասում ենք արգելված պտուղը քաղցր է։ Չէ, արգելված պտուղը դառնում, բայց Տիրոջ մարմին մայրը քաղցր է։